Հիսուս Քրիստոսի Սուրբարության տոնը Զատիկը այս տարի կնշենք ապրիլի 20-ին։ Հայ առաքելական եկեղեցին 5 տաղավար տոներից այս մեկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, սովորաբար մարտի 21-ից մինչև ապրիլի 24-ը։ Քրիստոս առաջի մարդն է, բացի Աստված լինելուց, ով հարություն առավ։ Հարություն առնելով մեզ խոստացավ նույնպես հարություն պարգևել, որից հետո այլևս մահ չի լինելու։ Եվ որից հետո արդեն ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով ընտրյալները մուտք գործեն վերին Երուսաղեմ հավիտենապես վայելելու Աստծո ներկայությունը, քաղցությունն ու բարիքները իր ներկայությամբ հանդերձ։ Վարկած կա, որ Զատիկի նախաքրիստոնեական տարբերակը կապված էր Անահիտի, հին հայերի պտղաբերության, ծննդաբերության եւ ռազմի աստվածուհու հետ։ Գրաբարում կա Զհատիկ բառ, որը նույն հատիկն է եւ խորհրդանշում է հողում ցանվող սերմը, որպես պտղաբերություն։ Քրիստոս հարյավ իմերելոց պատասխանում են օրհնյալ է հարությունը Քրիստոսի եւ վերստին պատասխանում են ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Դա ուրախություն է բոլորիս համար։ Բոլորիս հայտնի բարձր ձվածև փքաբլիթը հայկական ծագում չունի։ Հայերը Զատկին գաթա են թխել, որի պատրաստման համար փխրեցուցիչ վանիլ կամ մշկնկույզ չեն օգտագործել։ Պարզաբանում է Տերսգոնը։ Ընդունված է պատրաստել ձուկ, փլավ, ջերմակ բրինձով, որին խառնվում են իհարկե քաղցրավենիք, չամիչ լինի եւ այլ ջրեր, նաև այլ ժողովրդական սովորության համաձայն տարբեր տեսակի խոտ, ինչպես նաև գլխավոր այսպես ուտեստներից է զատկական հավկիթը, որը ներկվում է կարմիր գույնով։ Զատկի տոնական սեղանը դարեր շարունակ մնացել է անփոփոխ։ Տոնին հավատացյալները ձվերը ներկում են կարմիր, խաչված Հիսուսի կենդանարար արյան խորհրդանշով։ Տերսգոնը զգուշացնում է, գույնզգույն ներկված հավկիթները աղավաղում են տոնի խորհուրդը։ Ես կուզենայի նշել այդ կարմիր գույնը, որովհետև մենք հաճախ տեսնում ենք, որ տարբեր գույներով են ներկում, նկարներով են այսպես պատրաստում, դա ճիշտ մոտեցում չէ։ Այստեղ խորհուրդը Քրիստոսի թափած արյունն է եւ հավկիթ կոտրելը ըստ էության հարության խորհուրդ ունի։ Հատկապես եթե սրբապատկերներով ենք երբեմն տեսնում հավկիթը պատրաստած, սրբապատկերը կոտրվում է, իհարկե տրամաբանությունը առողջ հուշում է, որ դա ճիշտ չէ։ Զատկի տոնի հաջորդ օրը երկուշաբթին մեռելոց է։ Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել։ Այսպիսով ապրիլի 21-ը կլինի աշխատանքային։ Ազդում են արդյոք կառավարության նման որոշումները առաքելական եկեղեցու ծիսակատարությունների վրա։ Եթե անդրադառնանք արտասահմանում քրիստոնեական համայնքների կյանքին, շատ երկրներում կտեսնենք ոչ միայն մեռելոցի օրերը հանգստյան օր հայտարարված, այլ նաև ամբողջ օրինակի համար ավագ շաբաթը, որը շատ երկրներում հանգստյան օր է դիտվում եւ մարդկանց տրված հնարավորություն հոգեվոր այդ ընթացքի մեջ մտնել, վերապրել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում եւ Սիրիայում նշում են Զատիկը։ Օրինակ, Շվեյցարիայում տները զարդարում են արմավենիների ճյուղերով եւ վառ ու գույնզգույն փետուրներով։ Ֆինլանդիայում Զատիկի օրը մարդիկ միմյանց հարվածում են սոճու ճյուղերով։ Նրանք հավատում են, որ դա երջանկություն կբերի մարդկանց։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։